Միլիարդավոր դրամներ, միլիոնավոր եվրոներ և դոլարներ, անշարժ գույքեր Եվրոպայում։ Civilnet-ն առանձնացրել է ուշագրավ փաստեր վարչապետի թեկնածուների հայտարարներից։ Գագիկ Ծառուկյանը նախապատվություն տալիս է թանկարժեք գույքին։ Բարգավաճ Հայաստանի առաջին համարը ունի բազմաթիվ թանկարժեք գույքեր, այդ թվում մինչև 3 միլիոն դոլար արժեքի ոսկյա ադամանդակուռ մատանի։ Գագիկ Ծառուկյանը նաև անշարժ և շարժական գույքեր ունի, օրինակ նրա ավտոպարկում կգտնեք 19 թանկարժեք մեքենաներ։ Հանրապետություն կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը ունի արվեստի թանկարժեք գործ, ասեղնագործ ստեղծագործություն, որի արժեքը նշված է անգին։ Ի տարբերություն Գագիկ Ծառուկյանին, նա սիրում է հավաքել գրիչներ, ունի $100,000 գրիչների հավաքածու։ Հայկ Մարությանն էլ այն թեկնածուն է, որ ավելի շատ տներ ունի Եվրոպայում, քան Հայաստանում։ Նա անշարժ գույքի է տիրապետում Չեխիայում և Վիեննայում։ Քաղաքացիական պայմանագրի թեկնածու վարչապետ Նիկոլ Փաշինյանի եկամուտների զգալի մասը ոչ թե կուտակվել է աշխատավարձից, այլ Զայեդ մարդկային եղբայրության մրցանակից $500,000։ Ուժեղ Հայաստանի առաջին համարի Նարեկ Կարապետյանի անշարժ գույքի զգալի մասը Լոռու մարզի լեռնահովիտում է։ 2 ական բնակարան էլ ունի Հայաստանի և Ռուսաստանի մայրաքաղաքներում։ Քուվեյթից էլ եկամուտներ է ստացել Արտակ Սարգսյանը։ Նա Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցության վարչապետի թեկնածուն է։ Արտակ Սարգսյանը և իր եղբայրը բավականին հայտնի են, սակայն սկանդալային պատմություններով Քենիայում և Մալդիվներում։ Arthur Brothers անվանումով ընկերությունից նա ստացել է 6000 քուվեյթյան դինարի չափով գումար, ինչը լինում է ավելի քան 7 միլիոն դրամ։